Խաչատրյան, ձեզ տրանսպորտից չհարցնենք, արդեն շատ հարցինք։ Դուք շատ ակտիվ որպես քաղաքական թիմի անդամ գրառումներ եք անում եկեղեցու հետ կապված Փաշինյանի գաղափարների ջատագով եք որպես հանդես գալիս։ Վերջո նորմալ է ձեզ համար այն ամեն ինչ որ տեսնում եք Նիկոլ Փաշինյանի էջում այդ բառամթերք հետ հայոյա խարան փողոցային ոճով արտահայտությունները։ Դուք այդ ամեն ինչը կիսում եք։ Տեսեք, մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին ու այս հարցերին, եթե ըստ էության ձեր համար խնդիրը այստեղ բառամթերքն է, կարծում եմ դուք այստեղ սխալ դիրքորոշում ունեք, որովհետև պետք է ընդհանուր բովանդակային հարց նայել, թե վարչապետը մի հարց է ուղղել Վահագն Կտրիչ Ներսիսյանին, այլ ոչ թե կաթողիկոսին, ինչպես դուք նշեցիք։ Չեմ նշել հենց։ Ես նշում եմ, որ Կտրիչ Ներսիսյանին ուրեմն դուք չեք նշել։ Իսկ մինչև այդ ինչ-որ միջևերջ լսեք, նոր լավ։ Վարչապետը մի հարց է ուղղել Կտրիչ Ներսիսյանին, նա կուսակրոնության ուխտը խախտել է, թե ոչ։ Այս պարզ հարցին ուղղակի կան տարբեր բարդ պատասխաններ, որը ըստ էության տարբեր եկեղեցականներ փորձում են քաղաքական նկրտումներով պատասխանել եւ չես հասկանում իրենք քաղաքական գործիչ են թե ըստ էության եկեղեցականներ։ Ես խնդրում եմ այս հարցին դուք ուշադրություն գրավեք եւ այլ ոչ թե կոնտեքստից կտրված ինչ որ հարցեր տակ, ինչ վերաբերում է ձեր ասած բառամթերքին, բառամթերքը այն է բնութագրում, ինչպես իրենց պահում են այսօրվա մեր եկեղեցականները ցավոք սրտի։ Ես ներողություն կներեք, եթերային չի, բայց ներողություն եմ խնդրում, բոլորը տեսնում են։ Արայով դիմել, ասել դոմփել քեռակնոջը, ասել պոռնակաբարո սրբազան, չգիտեմ ինչ։ Այդ ամեն ինչը երկի ղեկավարին բարի բառապաշերը, այլ բարգոներ։ Ես ձեզ մի sense բան ասեմ, Ժողովուրդ ջան։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ցավոք սրտի ես ուզում եմ արձանագրել, որ մեր որոշ եկեղեցականներ իրենք ունեն նման վարքագիծ, որը ուղղակի այլ կերպ բնութագրել չի հնարավոր։ Վարչապետը, Ժողովուրդ ջան, վարչապետը, Ժողովուրդ ջան, Սեր Մեմերի շարքից է լինելու վարչապետը, Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով էլի, բայց վարչապետը բազմիցս իր գրառումներում անդրադարձել է տարբեր դրվագներով եւ թե նույն այդ մոմի հետ կապված այդ բիզնեսին խի ոչ մեկ չի անդրադառնում Ժողովուրդ ջան։ Ես Ժողովուրդ ջան, հերթով էլի։ Իրենց անբարո գործողությունների մոմ վառելուն ենք ասում, հələ բիզնեսը ես հերթով ախր այնքան բազմաթիվ են նման վարքագծեր են մեր եկեղեցականների կողմից, որը ցավով արձանագրում են, որ Ժողովուրդ ջան, ես ասում եմ, որ մենք հարց ենք տալիս ուղիղ եկեղեցականներին, կա թե չկա նման խնդիր։ Եթե չկա, ուղղակի պետք է ասել, որ չկա։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով էլի, խնդրում եմ Ժողովուրդ ջան, հարց է ուղղվում երկրի ղեկավարը, որը ըստ էության նա հայտարարել է ոչ թե երկրի ղեկավարը այս հարցին, այս նախաձեռնությունը սկսել այլ որպես եկեղեցական, այլ որպես եկեղեցու հետևորդ, որը շատ կարևոր է այս հարցում կարծում եմ, հարց է ուղղել եկեղեցականներին եւ Կտրիչ Ներսիսյանին ուղիղ, որ նա պետք է պատասխանի այս հարցին, նա խախտել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Այսինքն այստեղ ուրիշ ինչ որ ձեր հետևորդները, ես ձեր հետևորդ չեմ, իմ անունի ասեմ, ձեր հետևորդները ԿՊ-ի կարող են իրենց իրավունք վերապահել, օրինակ ինֆորմացիա ունենալով, թե ձեր օրինակ որ նախարարական, որ պատգամավորը ում հետ ինչ անում, ով ումա դոմփում շատ կներեք, ով ում հետ ինչ անառակաբարո գործողությունների մեջ է, կամ ով ես մի բան էլի, նախ ձեր բառամթերքը շատ վատն է, ես խնդրեմ ու կպահանջեմ, որ ձեր որակումներում լինեք շատ զգույշ, Ժողովուրդ ջան, շատ զգույշ, խնդրում եմ ու այլ հարցեր լսում եմ։ Նույն բառն եք հարցեր։ Դուք խնդրում եմ հերթով էլի Ժողովուրդ ջան։ Չէ, հերթով, այս հարցով ես մենակ այս կողմ էի թեքված, հիմա խնդրում եմ Ժողովուրդ ջան, խնդրում մի րոպե էլի խնդրում եմ պայմանավորվենք։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով։ Տվեք, էլի պատասխանել եմ հարց։ Ես հարցին պատասխանեցի։ Պատասխանեցի այնքան, ինչքանով պետք է պատասխանեի։ Երբ որ ցիտում ա Նիկոլ Փաշինյանի խոսքերը եւ կամ ասում, եթե օրինակ նման օրինակ բառերով ասեն, թե որոշ պատգամավորներ կամ ԿՊ կամ ներկայացուցիչներ որտեղ եւ ինչ, դա արդեն ցենզուրա։ Ժողովուրդ ջան, դուք հասկանում եք, որ հարցը վերաբերում է եկեղեցուն ու որոշ եկեղեցականների ու բարձրաստիճան եկեղեցականների։ Ժողովուրդ ջան, դուք հասկանում եք, եկեղեցին գոնե ինչ մարմին է, կոպիտ ասած մարմին է Հայաստանի Հանրապետությունում։ Դուք հասկանում եք, որ եկեղեցի չէ, չի կարող։ Ով ասեց։ Մենք չունենք կուսակրոնության ուխտ։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ էլի, մի վարքյան։
Ժորժ ջան, ես ասացի, հերթով պատասխանը բետոնոր ես կողմ անդառնանք։ Ժորժ ջան, ես խնդրում եմ այս հարցով լինեք դու շատ անաչառ, որովհետև հուսով եմ որ դուք եք հայ-առաքելական եկեղեցու հետևորդներ, եւ սա այն հարցն է, որ պետք է մենք հստակ գնահատականներ տանք եւ հայաստանցին, հայ ժողովուրդը պետք է իրականում հասկանա թե ինչ է կատարվում եկեղեցում եւ այն մարդիկ, ես ինքս լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ես շատ մեծ ցավ եմ արձանագրում այս ամենը, բայց իրականությունը այն է, ինչ կա։ Ինչու 7 տարի Ես այլ հարց էլի, պարոն Խաչատրյան, տեսեք, Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացված անորակ փոխհալեցման աշխատանքներից պարբերաբար դժգոհություն է հայտնում նաև Երևանի քաղաքապետը, տեղհսկողություն իրականացրած ընկերությունները հաճախ պատշաճ չեն կատարում վերահսկողությունը, ինչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ, արդյոք քաղաքային իշխանությունը բավարարված է փոխհալեցման աշխատանքների տեղհսկողության որակով։ Ժողովուրդ ջան, տեսեք, ես այս մասին իմ ելույթներից մեկում ասել եմ, որ Երևան քաղաքում ամբողջական 2025 թվականի փոխհալեցումների մրցույթը հաղթել է մի ընկերություն, որը ուղիղ փոխկապակցված է նախկին իշխանությունների հետ, ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ մենք բազմիցս բողոքել ենք եւ խնդիր ենք բարձրաձայնել այս մասով եւ մենք արձանագրում ենք, որ այո կան խնդիրներ, բայց Երևանի ավականու ինստիտուտը եւ Երևանի քաղաքապետարանի տարբեր համապատասխան ստորաբաժանումներ գնում են ամեն օր եւ ամեն ժամյա ռեժիմով եւ մենք վեր ենք անելու բոլոր խնդիրները եւ Երևանի քաղաքապետարանը ինչպես բոլոր այլ հարցերում չի ընդունելու որակին չհամապատասխանող աշխատանքներ։ Այս պահին ընդունում եք դեռ։ Այս պահին որակին չհամապատասխանող աշխատանք մենք չենք ընդունել։ Նիկոլ Լուսավորչի եկեղեցու հարևանությամբ չեք տեսել, որ մենք նոր այգու մասին եք ասում, ոչ թե փոխհալեցման։ Այո, բայց նոր փոխհալեցման մասին։ Այո, բայց նկատի ունեմ, այնպես չի, որ անորակ աշխատանքներ չեք ընդունում։ Տեսեք, կան Երևան քաղաքում մի քանի դեպքեր, որոնք որ անորակ աշխատանքներ եւ ընդունվել է տարբեր պաշտոնյաների կառավարման ժամանակաշրջանում եւ այդ դեպքերով կան հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթներ, բայց նորից եմ կրկնում, նոր դուք խոսում եք փոխհալեցումներից, ոչ թե այգիներից։ Ներքում եք փոխհալեցման մասով, Ես ասում եմ, որ մենք ցանկացած վատ որակի աշխատանք, որը չի համապատասխանում ստանդարտներին, մենք չենք ընդունում։ Ինչ փոփոխություններ օրենսդրական կարող եք նախաձեռնել, որ այդ խնդիրը չառաջանա, ասենք գումարները բարձրացնել, որտեղ մրցույթներում հայտարարվում է շատ ցածր գնառաչարկ։ Մենք գնման ընթացակարգում, գնման մասին օրենքում, գնումների մասին օրենքում մենք ունենք բազմաթիվ բացեր, որը Երևանի ավականու տիրույթից դուրս է, գտնվում է ազգային ժողովի տիրույթում եւ ես տեղյակ եմ, որ ազգային ժողովի մեր գործընկերները այս պահին կամ առաջիկա արդեն նիստերի ընթացքում կունենան փոփոխություններ գնումների մասին օրենքում, որը կբերի արդեն համապատասխան լուծումների։ Որ ընկերությունն է, պարոն Խաչատրյան, այդ որ ասում եք Ռոբերտ Քոչարյանի հետ է փոխկապակցվում։ AB, եթե չեմ սխալվում, AB, այո։ Պարոն Խաչատրյան, ձեր արդեն նախկին թաղապետ, բայց ձեր թիմակից Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվեց մի բանի համար, որի փաստերը չկան, գուցե նախաքննական մարմինը ունի, բայց փոխարենը փաստեր կան, թե ինչպես էր ձեր քույր կոալիցիոն կուսակցության անդամը, էլի նախկին թաղապետ ծեծում բռունցքներով, հարվածում քացիներով, չգիտեմ, բռունցքներով, հարվածում ու ծեծում Արթուր Չախոյանին։ Հիմա անարդար չի մի տեսակ այս երկրում, որ ակնհայտ ծեծի դեպքով մարդը ազատության մեջ է, իսկ ձեր թիմակիցը անազատության մեջ, որի ծեծը ոչ մեկ չի տեսել։ Տեսեք, Ժողովուրդ ջան, ուրեմն իրավական գործընթացների մասով ես մեկնաբանություն այս պահին չեմ տա, որովհետև բոլոր երկու դեպքում էլ, այսինքն թե Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարի եւ թե նոր վարչական շրջանի նախկին ղեկավարի հետ կապված գործերով կա քննություն, իրավապահ մարմինները քննություն են իրականացնում եւ արդեն համապատասխան ընթացակարգով կընթանա, այս մասով այսքանը ուրիշ մեկնաբանություն չեմ տա։ Թիմացի մասով դուք չեք ափսոսում, անարդարության զգացում չկա։ Ռազմիկ Մկրտչյանը այս պահին Ռազմիկ Մկրտչյանը այս պահին հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Իսկ ինչու է Ես ասացի արդեն, քանի որ իրավական process-ներ կան, ու ես այդ պահին այդտեղ ներկա չեմ եղել, ու ես էլի եմ ասում, չգիտեմ այդպիսի բան եղել է թե չի եղել, ընդհանրապես ես չեմ տիրապետում իրավական գործին, ես չեմ կարող պատասխան տալ։ Ի տարբերություն դրա մենք տիրապետում ենք դրան, որ Տիգրան Տեր-Մարկարյանը ծեծել է Արթուր Շաֆոյանին։ Հա, Մարկարյան, ինքը ծեծել է, դուք եք չէ՞ ծեծել։ Քրեական գործ է։ Ինչի նստաշի այդ մարդը։ Իրավապահ մարմիններին կարծում եմ հարցը պետք է ավելել։ Չէ, կներեք Ժորժ ջան, ես քիչ առաջ էլ դալիճում ասեցի, եթե ընտրովի արդարադատություն լիներ, ուղղակի բանտերում տեղ չլինի այսօր։
բոլոր նախկին իշխանությունների այն ժողովրդին խաբելու եւ կեղծիք տարածելու, կոռուպցիոն գործակների մեջ թաթախված լինելու համար մենք ուղղակի եթե քաղաքական, եթե խնդրում եմ մի ընդհատի էլի, վայ ջան, եթե ես խոսում եմ, միջև ոչ խոսամ։ Չէ, ես հասկացել եմ միտքը։ Եթե քաղաքական վենդետա մենք ցանկություն ունենանք կամ մենք այն ուժը լինենք, որ պետքա տենց վարվեր, ուղղակի հիմա Հայաստանի բանտերում տեղ չլինի։ Իսկ եթե դուք արդեն նշեցիք նոր Սամվել Կարապետյանի ձերբակալումը, կալանավորումը կապում եք քաղաքական հետապնդման հետ, նորից եմ կրկնում, դուք սխալվում եք, քանի որ չի կարող Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր ինչ-որ մի քաղաքական գործիչ կամ անգամ բիզնեսմեն կամ անգամ ինչ-որ մարդ, որը որ չունի ոչ մի կարգավիճակ, պետության հետ խոսել հաթաթայի լեզվով եւ ասել, որ մենք մեր ձևերով կանենք ինչ-որ բան։ Ժորժ ջան, խնդրում եմ, այդ ձևերը ասելով ինչ եք ասում։ Ժորժ ջան, բոլորդ նույն հարցն եք տալի, հա։ Ժորժ ջան, մենք Սամվել Կարապետյան ճիշտ մասով չեմ ուզի շատ մեկնաբանեմ իր խոսքը, որովհետև իհարկե հաճելի չի, բայց ես հստակ ուզում եմ արձանագրել, երբ որ մարդ ասում է, որ քաղաքական գործիչները եթե չկարող, ընդդիմադիր քաղաքական գործիչները եթե չկարողանան ինչ-որ այս խմբակի, այսինքն ժողովրդի կողմից ընտրված մեծամասնությամբ 50+ եւ ավել քվեներ ունեցող իշխանության ներկայացուցիչներին խմբակ ասել եւ ասել, եթե նրանք չկարողանան քաղաքական ճանապարհով այս հարցը լուծել, մենք կլուծենք մեր ձևով։ Իսկ իրանց մենք կմասնակցենք։ Չէ, մեր ձևով։ Հա, օքեյ, մեր ձևով է կարող։ Ժորժ ջան, խնդրում եմ, էլի միջև լսեք։ Ժորժ ջան, մեր ձևովի ժամանակները Հայաստանի Հանրապետությունում ավարտվել են, մեր ձևովի մեջ ես Ժորժ ջան, ես կարող եմ խնդրում եմ, էլի մի ընդհատեք։ Մեր ձևով ասվածի շրջանակում մենք բոլորս, այդ թվում նաև դուք, կարող եք ենթադրել, որ դա մարտի 1-ն էր, կարող եք ենթադրել, որ դա 1999 թվականի հոկտեմբերի 27-ն էր, կարող եք ենթադրել, որ Պապլավոկի զուգարանում քաղաքացուն սպանելն է, կարող ենք ենթադրել, ուտես չէ, իրանց ձևը եղել է, իրենց ձևը եղել է իրենց ժամանակ եւ այդ ձևը Ժորժ ջան, խնդրում եմ, էլի մի ընդհատեք։ Նույն բառամթերքը կրկնելով ասաց հիմա կտեսնես ես ինչպես կմիջամտեմ։ Ես արդեն ասեցի, այո, Հայաստանի քաղաքական հետ իրական հետապնդում։ Ժորժ ջան, կրինի ինչ-որ մեկը պատասխանի։ Ասպեր ասվածի համը կտեսնեք Փաշինյանը, բորձյուրները կլսեք։ Ժորժ ջան, խնդրում եմ, այս հարցի շրջանակներում նման բան չի ասվել, այս հարցի շրջանակներում։ Ժորժ ջան, մի բան էլի Հայաստանի Հանրապետության հետ, պետականության հետ, պետության հետ, ժողովրդի կողմից ընտրված իշխանության հետ ոչ ոք չի կարող խոսել նման լեզվով։ Ու ով խոսի, բացի Սամվել Կարապետյանից, եթե էլի լինեն մարդիկ, նույնպես արժանանալու համապատասխան իրավական պրոցեսների համապատասխան Ժորժ ջան, խնդրում եմ, Ժորժ ջան, մի վարքյան, ի՞նչն է անգի, այսինքն այս ձևով խոսի, այս ձևի կպատժվի, այսինքն մարդը ոչինչ չի ասել ըստ էության, իրավական գործընթաց է։ Դուք խնդիր չեք տեսնում դրա մեջ։ Հիմա դուք եք Ժորժ ջան, մի վարքյան, էլի, մի վարքյան։ Դուք այսինքն շարունակում եք պնդել, որ այս կալանավորումը կամ այս քրեական գործերը ունեն քաղաքական հետապնդումների իմաստ։ Մի վարքյան, նման բան չի կարող հայտարարել։ Ժորժ ջան, ձևով կմիջամտեմ, հաջորդեցին իրավապահների գործողությունները, դա ինչ է։ Մտածում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ավելի շուտ չեն արժանի այդ քաղաքական հետապնդմանը ու քաղաքական նկարտումներից կալանավորելուն, թե Սամվել Կարապետյանը։ Դուք ո՞նց եք կարծում։ Եթե այդ եմ ասում, որովհետև մենք չենք գնում քաղաքական վենդետայի ճանապարհով, մենք գնում ենք քաղաքային հարցերով ու ավարտենք։ Մի վարքյան, դուք ասում եք Հայաստանում ընտրովի արդարադատություն չկա, բա այդ ինչպես եղավ, որ ընտրովի արդարադատություն չկա, բայց ազգային անվտանգության ծառայության տնօրենը չկատարելով Նիկոլ Փաշինյանի հրահանգը, ինչպես եւ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, նա չի կարող չկատարել իմ հրահանգները եւ Սամվել Կարապետյանին
չձերբակալելու համար ազատվեց աշխատանքից։ Ինչ գիտեք չի կատարել վարչապետը։ Այդպիսին են տեղեկությունները եւ որովհետեւ վերջում գնաց Սամվել Կարապետյանին ձերբակալելու ներքին գործերի նախարարության փոխնախարարը Վարդան Վարդանյանը, որը համակարգում է քրեական ոստիկանության ոլորտը։ Ըստ էության ինքը պիտի ապօրինի զենք զինամթերքի կասկածով գնար նրա հետևից, բայց նրան առաջադրված մեղադրանքը լրիվ այլ է։ Ժորժ ջան, դուք մտածում եք, որ ազգային անվտանգության արդեն նախկին տնօրենը չի կատարել կամ ինչպես վարչապետն ասել, այո, իհարկե չի կարող չկատարել։ Մի վարքյան։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող որևէ ապօրինի հրահանգ տալ որևէ պետական կառույցի։ Լավ, անդրադարձեք այդ ընտրովի արդարադատությանը եւ ԱԱԾ տնօրենին։ Ժորժ ջան, ԱԱԾ տնօրենի մասով արդեն ասացի, վարչապետը նշել է պատճառները, ԱԱԾ տնօրենը 7 տարի է ղեկավարում, չի հոգնել ինքը։ Վարչապետը Ժորժ ջան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթակա աշխատող է եղել նախկին ԱԱԾ պետը, այդ մասով արդեն վարչապետը մեկնաբանություն տվել է։ Խնդրում եմ այլ հարցեր տվեք։ Փաշինյանն ասում է ԱԱԾ տնօրենը կարծում եմ հանգստի կարիք ունի։ Այսինքն 4 տարի աշխատողը հանգստի կարիք ունի 5 լավ, 4.5, 7 տարի աշխատողը չունի, այն էլ տենց անդադար, հələ ԱԱԾ տնօրենը կարող է մի ժամ ուշ քնից զարթել։ Ժորժ ջան, բայց դա չի ենթադրում, որ մենք կարող ենք, դուք կարող եք ենթադրություն անել, որ ԱԱԾ տնօրենը կամ չգիտեմ ինչ որ այլ պաշտոնյա Հայաստանի Հանրապետությունում չի ենթարկվել կամ չի կատարել վարչապետի, չի կատարել վարչապետի։ Հոգնելը ավելի հավանական է։ Դուք կարող եք ենթադրություններ անել, որ որոշ հոգևորականներ երեխաներ ունեն կամ չգիտեմ խախտում են կուսակրոնության ուխտը, մնացածը չեն կարող ենթադրել, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենը ազատվել է քաղաքական հրահանգ չկատարելու համար։ Ես այդ հարցը արդեն ասացի եւ անցա առաջ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հարց է ուղղել Կտրիչ Ներսիսյանին, արդյոք խախտվել է կուսակրոնության ուխտը։ Այո կամ ոչ։ Այդ հարցը ուրիշ պատասխան ուղղակի չի կարող ունենալ։ ԱԱԾ տնօրենի իդեպ այստեղ աշխատանքային իրավունքի խախտում կա։ ԱԱԾ տնօրենին ազատում է, որոշում է, որ հոգնել է, ազատում է։ Թող ուղղակի արցախ Եգիպտոս գնա։ 20 հարց տվեցի, դες աղջիկը խելոք կանգնած է։ Խնդրում եմ այդ հարց տվեք։ Թող ուղարկեր թող իր հաշվի Փաշինյանը Արմեն Աբազյանին ուղարկեր Եգիպտոս հանգստանալու, ինչ չի գնացել, հոգնել է, թող ուղարկի։ Խնդրում եմ այլ հարցեր, այդ մասով չեմ մեկնել։ Կոպուլեցի եկեղեցու հետ կապված, հա, այս հոգևորականների հետ կապված, ասիկ որ կիսում եք Նիկոլ Փաշինյանի բոլոր այդ ձևակերպումները եւ այլ մոտեցումները, դուք անդամագրվել եք այդ խմբին, որ գնաք Վեհարանը ազատեք եւ արդյոք տեղյակ եք երբ է գնալու Վեհարանը ազատելու Նիկոլ Փաշինյանը։ Ես նախաձեռնության նկատի ունեք այն վարչապետը, որ հայտարարություն արել էր, ես այս պահին չեմ կարող, չեմ տիրապետում ինֆորմացիա, ինչ փուլում է գտնվում տվյալ նախաձեռնությունը, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց կարծում եմ, որ իմ այդ նախաձեռնության մեջ լինելը այս պահին այդքան էլ ճիշտ չէ, առնվազն քաղաքական նկրտումներից ելնելով, քանի որ ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալում, իսկ հիմա դուք կասեք, իսկ վարչապետի մասով այդ մտահոգությունը չկա, արդեն ասացի, որ վարչապետը տարբեր հայտարարություններում ասել է եւ ապացուցել է անգամ, որ նա հանդես չի գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ այս նախաձեռնության մեջ, այլ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Բայց Ժորժ ջան, ավարտեցինք, չէ, ուշ, այլ ուշ է։